ինչու իմ տպավորությունը այնպեսին էր, որ մենք պարտվում ենք։ Ես չի տեսնում նորմալ կառավարում բանակի, ուղղակի չկար։ Որովհետև միջև այդ այնպիսի փոփոխություններ էր կատարվել հրամանատարական կազմում եւ առանցքային պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնց հակով չէր այս պատերազմը։ Սա ակնհայտ երևում էր։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր, ինքը չէր վստահում բանակին եւ ուզում էր բանակում կարևոր պաշտոնների վրա ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպա միշտ չի որ այն սպան է, որը ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ եւ հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատեր ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված ուղղակի բոլոր հարցերը։ Բոլոր, անխտիր։ Միջպատերազմը հայտարարվել էր, որ օդը փակ է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ստեփանագերտի օդը փակ է, Արայիկ Հարությունյանն էր ասել։ Բացարձակապես այդպես չէր։ Բացարձակապես։